Ապրիլի 1-ի երեկոյան, ինչպես բոլոր հայոց եկեղեցիներում, մայրաքաղաքի Գրիգոր Լուսավորիչ տաճարում ևս կատարվեց Ոտնլվայի սրբազան արարողություն, որը սկսվեց շարականներով, աղոթքներով և սուրբգրային ընթերցումներով։ Եթե կարողանանք մեր անձը խոնարհեցնել, ապա որևէ անհանդուրժողություն, անհասկացողություն, կշտամբանք տեղի չունենա մեր հասարակության մեջ։ Հետևաբար եկեք բոլորս միասին բարձրաձայն աղոթք խղենք առ Աստված, որպեսզի փոխադարձ հանդուրժողությունը չպակասի մեր հայկական ընկերային հասարակության միջից և կարողանանք գիտնալ մեր խոսքի և մեր գործի արժեքը, կարողանանք օրինակ դառնալ մեր ընկերոջ, մեր եղբայրների և մեր քույրերի համար։ Այնուհետև Տերանուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը օրհնեց յուղը և ջուրը։ Այս անգամ Գրիգոր Լուսավորչում կատարվող Ոտնլվայի արարողությունը առանձնահատուկ էր։ Ընտրյալները, պետական և ոչ պետական 10 բուհերի ուսանողական խորհուրդների նախագահներն ու եկեղեցու 2 խաչքավորներ էին։ Հնչում է պահպանիչը, որից հետո Անուշավան սրբազանը ծնկի է գալիս և Քրիստոսի սիրո ու խոնարհության օրինակով լվանում և յուղով օծում երիտասարդների ոտքերը։ Մասնակցելուց հետո նմանատիպ միջոցառմանը զգում եմ հոգևոր հանգիստ, նաև որ Երևանի գյուղատնտեսական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ և Հայաստանի ոչ պետական բուհերի հասարակական կազմակերպության փոխնախագահ։ Իսկապես մեզ համար մեծ պատիվ էր, որ նմանատիպ միջոցառման մենք մասնակցեցինք և հոգևոր առաջնորդը մեզ այս ծիսակատարությունը որ իրականացրեցին, ես կարծում եմ, որ նմանատիպ միջոցառումների ուսանողությունը, երիտասարդությունը, հայ հասարակությունը պետք է ավելի ակտիվ մասնակցեն, անտարբեր չանցնեն հայ առաքելական եկեղեցու բոլոր այս մշակութային միջոցառումների։ Եթե մասնակցենք արդեն այս հոգևոր սնունդ ստանան, ես կարծում եմ, որ մենք ունենանք հզոր երկիր, հզոր երիտասարդություն, հզոր պետություն, տնտեսություն, որտեղ շատ կարևոր է հոգևոր արժեքները ավելի մոտիկից ճանաչել և գնահատել իմ կարծիքով։ Ես գիտեք այստեղ մի մեծ բան սովորեցի, որ մենք պետք է լինենք խոնարհ։ Մարդ միգուցե շատ մեծ պաշտոններ կարող է ունենալ, բայց մի քիչ ուրիշ ձև իրեն դրսևորեն և պահեն, բայց այստեղ մի բան հասկացա, որ հոգևոր առաջնորդները, երբ որ Աստվածաշնչում այնտեղ գրված է, չէ, երբ որ Հիսուսը առաքյալների ոտքերը որ լվաց, այդ իր ամեն ինչը կարող էր ինքը մի կողմ դրեց և ինքը ոնց որ օրինակ ծառայեց։ Այստեղ մենք շատ մեծ բան ենք սովորում, որ խոնարհ լինենք։ Շնորհակալություն։